Դուք գտնվում եք հանրային տեղում եւ մեկ էլ ձեր երեխան չի ենթարկվում։ Դուք սկսում եք պնդել, նա սկսում է հակադրվել, դուք բռնում եք ձեռքը, փորձում եք իրեն ուժով մղել, նա դիմադրում է, ինչ անել նման դեպքերում։ Ինչպես անել այնպես, որ երեխան ենթարկվի, կամ արդյոք ընդհանրապես պետք է ենթարկել երեխային։ Խոսենք դրա մասին։ Բոլոր երեխաները, ովքեր ապրում են լիարժեք ընտանիքներում եւ չունեն լուրջ խնդիրներ ընտանիքի ներսում, սովորաբար, երբ որ հուզական հանգստության վիճակում են, հեշտությամբ ենթարկվում են։ Իրենց հետ սովորաբար որևէ խնդիր չի առաջանում։ Երեխան սիրում է լինել հաշտ ծնողների հետ եւ իրենց հետ համագործակցել։ Դա իրեն դուր է գալիս։ Ավելին, երեխաները սիրում են կանոններ եւ սիրում են հետեւել կանոններին։ Ոչ միայն երեխաները, մեծասակներն էլ մեծամասնությամբ սիրում են հետևել կանոններին։ Մարդիկ այդպես են ստեղծված։ Դա պետք է, որպեսզի մենք կարողանանք համագործակցել որևէ համակեցության միջավայրում իրար հետ լինել եւ չհակադրվել ամեն քայլափոխին մեկս մյուսին։ Սահմաններով ընդհանուր կանոններ, մենք ձգտում ենք դրանց հետևել։ Սակայն պահեր են լինում, երբ որ երեխաները հակադրվում են։ Ինչու եւ ինչպես։ Հիմա մենք խոսենք հիմնականում միջև 13-14 տարեկան երեխաների մասին, որտեղ դրանից հետո պատճառները, հանգամանքները մի քիչ այլ են։ Եվ դրանից հետո երեխաների չենթարկվելը այլ դրսևորում ունի, երեխաները այլ կերպ են դիմադրում, ոչ թե ուղիղ եւ անմիջապես, այլ շատ ավելի շրջանցելով կամ շատ ավելի բարդ վարքագիծ ցուցաբերելով եւ իրականում շատ ավելի արդյունավետ։ Եթե խոսքը գնում է փոքր երեխաների մասին, ապա այստեղ հիմնական քայլը, որ դուք պետք է անեք, երբ որ երեխան ձեզ հակադրվում է, իսկ դա ինչ որ պատճառով անցանկալի է, դա իրեն հասկանալն է, փորձել հասկանալ, թե որն է պատճառը։ Եվ ոչ միշտ է ուղղակի հարցը, որն է պատճառը, բերում պատասխանի։ Ու դա էլ է տրամաբանական եւ բնական։ Երեխան պաշտպանվում է։ Եթե երեխան ձեզ բացատրի պատճառը, նա կդառնա անպաշտպան։ Դուք կարողանաք հեշտությամբ այդ պատճառը իմանալով գործել եւ իրեն պարտադրել ձեր կամքը։ Նա փորձում է ձեզանից պաշտպանվել եւ թաքցնում է։ Ինչու է դա լինում։ Սովորաբար դա գալիս է նրանից, որ երեխան գտնվում է հուզական լարված վիճակում։ Պատճառները կարող են լինել տարբեր։ Իրականում հիմնականում երկուսն են։ Կամ ինչ որ մինչ այդ եղած պահեր բերել են իրեն այդ վիճակին, նա արդեն հայտնվել է այդ վիճակում ինչ որ իրադարձությունների արդյունքում, կամ որ երկրորդ հնարավոր տարբերակն է, նա ունի ակնկալիք վատ իր համար, անցանկալի իրադարձությունների եւ արդեն նախապես դիմադրում է դրանց, չուզենալով դրանց մեջ հայտնվել։ Դե օրինակ բնական է, երեկոյան դուք արդեն պետք է գնաք տուն, դուք գնացել եք հյուր շատ ձեզ համար հարազատ մարդկանց մոտ, երեխաները խաղում էին, վազվզում, եւ մեկ էլ դուք գալիս եք եւ իրեն տխրեցնում եք, գլխին սառը ջուր եք լցնում, փաստացի նրանով, որ ասում եք, որ պետք է գնաք տուն։ Նա չի ուզում։ Բնական է, նա արդեն գիտի, որ ինչ էլ անի, դա խուսափելի է, բայց նրա համար ցանկալի է մնալ եւ նա լարված է։ Հասկանալի է, որ երեխան գիտակցում է հոգու խորքում, որ պետք է գա։ Եթե ծնողները գնում են, նա չի մնալու։ Եվ նա նաև գիտի, որ դժվար թե միայն նրա համար, որ նա շարունակի խաղալ անորոշ ժամանակ իր ընկերների հետ, ծնողները կմնան։ Եվ այստեղ նա ուղղակի ահավոր նեղված է։ Նրա համար ծանր է հաղթարել հուզական վիճակը։ Ուրեմն պետք է օգնել իրեն առաջին հերթին հաղթարել հուզական վիճակը։ Ոչ թե դուք պետք է տրամաբանորեն գործեք, ոչ թե պետք է իրեն ինչ-որ բան բացատրեք, կամ պատժեք, կամ թելադրեք, կամ հասկացնեք, այլ ուղղակի օգնեք իրեն։ Նա ցանկանում է այդ պահին դուրս գալ այդ վիճակից։ Իրեն դժվար է, իրեն ծանր է, իրեն պետք է դա, բայց նա չգիտի ինչպես։ Իհարկե, լավագույն տարբերակն այն է, որ նա իր պայմանական ենթարկվելու, բայց իրականում սեփական կամքով ճիշտ որոշում կայացնելու դիմաց ստանա որևէ
ձեր կողմից դրական արձագանք, որևէ մի բան, որ իրեն ուրախացնի։ Եվ կարելի է մտածել ինչ կարող է դա լինել։ Օրինակ, խոստում, որ դուք կվերադառնաք եւ կշարունակի նախաղալ, ասենք 2 կամ 3 օր հետո, ցանկացած բան։ Իրեն այդ պահին կարևոր է մի բան ձեզանից ստանալ։ Կարող է դա իր համար հետո արդեն յետին մտքով բացարձակ կարևոր չլինի։ Նա կարող է անգամ մտածել, որ դա իր համար ցանկալի էլ չի։ Բայց այդ պահին իրեն պետք է, որպեսզի ինքը իրեն համոզի, որ պետք է դուրս գալ այդ վիճակից, դադարել պայքարել եւ հաստատվել այն մտքի կամ հաշտվել այն մտքի հետ, որ նա պետք է ձեզ հետ գատուն եւ կտրվի իր ընկերներից։ Երկրորդ ինչ կարելի է անել, դա հիշեցնել կանոնների մասին։ Երեխաները նորից կրկնեմ, սիրում են կանոնները։ Այնպես չէ, որ իրենք միշտ պայքարում են կանոնների դեմ։ Իրենք փորձում են սահմաններ, իրենք ժամանակ առ ժամանակ չեն եթարկում, որովհետև փորձում են սահմանները, փորձում են համոզվել, արդյոք դուք պատրաստ եք հետ նահանջ անել եւ թույլ տալ իրեն այն, ինչ սովորաբար թույլ չեք տալիս։ Եվ դա էլ է պա մտածելու, արդյոք դուք պատրաստ եք թե ոչ։ Ոչ միշտ է պետք համառել։ Եթե իրավիճակը, իրադրությունը կամ երեխայի ներքին հասունությունը կամ այն, որ դուք տեսնում եք իր աչքերում, պատրաստակամություն, ստանձնեն ինչ-որ պատասխանատվություն, նրա դիմաց, որ դուք տաք իրեն ազատություն, որոշում կայացնելու եւ չեք սահմանափակում իրեն այդ պահին։ Փոխում եք ձեր միտքը։ Եթե դուք տեսնում եք, որ դրա դիմաց նա պատրաստ է անել մի լավ բան, տվեք իրեն այդ հնարավորությունը, եթե հնարավորությունը կա։ Երեխայի հակադրվելը ոչ միշտ է դեստրուկտիվ։ Երեխաները մեծանում են։ Իրենք շատ հաճախ փորձում են անել այն, ինչին իրենք արդեն պատրաստ են, բայց դա եղել է արգելք, քանի դեռ իրենք եղել են ավելի փոքր եւ ավելի այդ պատճառով ավելի սահմանափակված։ Տվեք իրենց հնարավորություն գործել։ Միշտ մտածեք այդ պահին, արդյոք դուք ուզում եք իրենց հետ համաձայնվել թե ոչ։ Որոշ դեպքերում կարելի է հանդիպել մեջտեղում։ Օրինակ այդ նույն դեպքում, երբ որ դուք պնդում եք, որ պետք է գնաք տուն եւ ինքն է պետք է ձեզ հետ գա, եթե երեխան դիմադրում է, մտածեք, արդյոք հնարավորություն չկա պայմանավորվել մեջտեղում։ Օրինակ ասել, օքեյ, լավ, որքան ժամանակ է քեզ պետք։ Երեխան այդ պահին կմտածի, որ պետք չէ համահանել, այլապես կստանա բացական պատասխան, չէ՞, եւ հավանաբար կառաջարկի խելամիտ մի բան, օրինակ 15 րոպե։ Եթե դուք պատրաստ եք 15 րոպե ոդկա կախկցել եւ մի քիչ զբաղվել ընկերների հետ, այնպես որ երեխան կարողանա եւս 15 րոպե խաղալ, խնդիր չկա, չէ՞։ Կարելի է։ Ուրեմն նաեւ դա է հնարավորություն պայմանավորվել եւ հանդիպել մեջտեղում։ Հաջորդ հնարավորություն իրեն այլընտրանքներ առաջարկելն է։ Երեխաները չեն սիրում փակ դռներ։ Իրենք սիրում են հնարավորություններ։ Վերածեք արգելքը հնարավորությունների։ Եթե դուք պետք է օրինակ իրեն ասեք, որ գնում ենք տուն, դուք իրեն ասում եք, գիտես, դու ունես երկու տարբերակ։ Կամ մենք հիմա գնում ենք տուն, կամ դու այստեղ մնում ես եւս կես ժամ, բայց մի պայմանով, որ վաղը դու պարտավորվում ես քո սենյակը հավաքել։ Որովհետև սենյակը արդեն մի շաբաթ է թափթփված եւ որքան դուք իրեն ասում եք, նա անդադ հետաձգում էր։ Հաստատ երեխան կընտրի երկրորդը։ Եվ հետո արդեն տանը դուք իրենք հիշեցնեք, որ հիշում ես, պարտավորվել էր, դե հիմա արա։ Այսպես մենք կարող ենք իրեն հնարավորություն տալ ընտրել մի քանի տարբերակներից եւ ինչն է տակիր, որ քիչ երեխաներ կան, որ այդ պահին կմտնեն առևտրի մեջ եւ կառաջարկեն երրորդ տարբերակը, որովհետեւ իրենք ուզում են, որ ծնողները կանոնները սահմանեն։ Իրենք շատ հազվագյուտ է, որ ամեն քայլափոխին առևտուր են անում ծնողների հետ։ Եթե երեխան այդպիսի վարքագիծ է ցուցաբերում, դրան պետք է արդեն լուրջ ուշադրություն դարձնել, որովհետեւ դա կոչվում է մանիպուլյացիա, դա կոչվում է ծնողների վստահությունը չարաշահել կամ ծնողների սերը չարաշահել, դրան պետք է արդեն ավելի լուրջ վերաբերվել, բայց դա այլ խոսակցություն է, դա այլ թեմա է։ Հաջորդ բանը, որ կարելի է անել, դուք պետք է, երբ որ երեխան դիմադրում է, բաժանեք քայլերը մի քանի փոքր քայլերի։ Մի պնդեք միանգամից, մի պահանջեք միանգամից մի ինչ-որ բան անել, որ նա հաստատ չի ուզում անել։ Առաջարկեք իրեն գնալ քայլերով եւ պնդեք միայն առաջին քայլը, որը շատ ավելի փոքր եւ շատ ավելի հեշտ
երեխային համոզել, որ նա դա անի։ Օրինակ, եթե երեխան ուզում է խաղալ, իսկ դուք եկել եք եւ նկատել եք, որ դեռ տնայինները չի արել։ Դուք ասում եք, պետք է նստել տնայինները անել, նա ասում է, չեմ անի, չեմ ուզում եւ այլն։ Ինչ եք անում։ Ասում եք, օքեյ, արի այդ դեպքում իրար հետ մա թեխմենք։ Կամ արի մի հատ համեղ բան քեզ կտամ։ Իրեն հանում եք խաղի վիճակից։ Նա արդեն եկավ ձեզ հետ, արդեն խաղից կտրվել է։ Արդեն այնտեղ վերադառնալը առանձին որոշում է։ Հիմա արդեն այնտեղ նստած սեղանի շուրջ դուք իրեն հետ քննարկում եք, թե ինչ տնայիններ կան, ինչ եղել, ինչքան ժամանակ է դրա համար պետք է, այլև տրամադրում եք, որ դա է լինելու հաջորդ քայլը։ Իրեն շատ ավելի հեշտ կլինի դրանից հետո գնալ եւ տնայինները անել, քան կտրվել խաղից եւ տնայինները անել։ Հեշտացրեք իրենց համար այդ որոշման կայացումը։ Բերեք իրեն այն հոգեբանական վիճակ, այն հուզական վիճակի, որտեղ նա շատ մեծ կորուստի զգացողություն չի ունենա արդեն, երբ որ իրեն պետք լինի այդ քայլը գործել, իր համար շատ ավելի հեշտ կլինի։ Հաջորդ բանը, որ կարելի է անել, դա կարելի է երեխայի հետ խոսել հետևանքների մասին, ոչ թե պարտադրել գործողություն, այլ քննարկել հետևանքները այս կամ այն որոշման եւ թողնել որոշումը իրեն։ Դա շատ հեշտ ձև է փաստացի երեխային համոզել գործել, բայց դարձյալ սկզբից պետք է մոտենալ երեխային, կտրել, կրճատել հեռավորությունը։ Հեռավորությունը առաջանում է հոգեբանական, հուզական հակադրման արդյունքում, երբ որ երեխան գիտի, որ պետք է դիմադրի եւ պայքարի։ Եթե երեխան գտնվում է այդ լարվածության հակադրվելու վիճակում, իրեն դժվար կլինի ձեզ հետ անգամ քննարկել որևէ բան, իրեն դժվար կլինի մտածել ձեր առաջարկի մասին եւ ինչ-որ որոշում կայացնել։ Այդ առումով շատ ավելի լավ է, եթե դուք իրեն սկզբից մի քիչ հանգստացնեք, շեղեք իր ուշադրությունը, խոսեք այլ բաների մասին, այսպես մի քիչ ամիջական դարձնեք ձեր խոսակցությունը եւ դրանից հետո խոսեք նրա մասին, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Օրինակ, եթե երեխան պնդում է, որ նա պետք է շարունակի խաղալ, դուք ասում եք, շատ լավ, այսօր ուզում ես շատ խաղաս, դա քո իրավունքն է, բայց վաղը քո խաղալու ժամանակը կրճատվի։ Երեխաները շատ հաճախ ընտրում են այսօրվա հաճույքը վաղվա իրենց իրավունքի հակակշիռ որպես իրենց համար ավելի շատ հաճախ հուզական տեսակետից ավելի կարևոր է հիման, որտեղ վաղը անverջ հեռու է։ Երեխաների համար ժամանակը այնպեսին է, որ վաղվա մասին իրենք հազվագյուտ են մտածում։ Սակայն վաղը նա կպատժվի այսօրվա սխալի համար։ Իր ժամանակը խաղալու կրճատվի եւ նա գիտակցի, որ սխալ բան է արել։ Եվ մյուս անգամ վերհիշելով իր նախկինի փորձը նա ավելի զգուշ կլինի։ Մարդիկ այդպես են սովորում։ Մի պատժեք իրեն սեփական կամքով, պատժեք իրեն հետևանքներով, որոնց մասին նա գիտի։ Եվ դա լավագույն միջոցն է պահել կանոնները։ Պետք չէ սաստել։ Սաստելը լավ բան չի։ Ես այս կանեմ եւ այն կանեմ քեզ հետ, եթե դու։ Ոչ։ Քո որոշումն է։ Դու ես որոշում, ոչ թե ես։ Դու եթե որոշում ես շարունակել խաղալ, խնդիր չկա, որոշիր, վաղը քո ժամանակը կրճատվելու է։ Եվ երեխան միանգամից այլ կերպ է դրան վերաբերվում, ոչ թե որպես ձեզ հետ հակադրության, այլ որպես իրականության, կանոնի, որը իր համար բացարձակ է, որովհետև դուք որպես ծնող իր համար բացարձակ եք, չկա ուրիշ ծնող, դուք եք։ Եվ միայն ձեզանից է նա ընդունում կանոններ, եւ միգուցե ուսուցչից, եթե լավ ուսուցիչ ունի։ Այսպիսով մենք քննարկեցինք այն հիմնական ճանապարհները, որոնցով մենք կարող ենք երեխաների հետ հարաբերությունների մեջ հաղթահարել իրենց կողմից չընթարկվելու հանգամանքը։ Չընթարկվելը նորից կրկնեմ, դա ոչ թե երեխան չի ուզում անել ինչ որ մենք ենք պահանջում, դա այդպես չի։ Չընթարկվելը գալիս է նրանից, որ երեխան հայտնվել է իր համար անհասկանալի հուզական վիճակում, որում իրեն շատ դժվար է անել այն, ինչ մենք ուզում ենք իրենից։ Չկա երեխա, որ չի ուզում հաճոյանալ ծնողներին, չկա երեխա, որ ի սկզբանե տրամադրված է պայքարել ծնողների հետ։ Երեխաներին դա դուր չի գալիս, իրենք չեն ուզում դա։ Երեխան ուղղակի հենց երեխայի անպատճառով, որ ի վիճակի չէ ոչ վերահսկել իր հուզականությունը, ոչ կառավարել
ոչ էլ հասկանալ իր հուզականությունը։ Մենք պետք է իրեն օգնենք։ Մենք ենք որպես ծնող ճանաչում իրեն։ Մենք պետք է իրեն ամեն քայլափոխին մտածենք իր փոխարեն, թե ինչպես իրեն կարելի է հանել այդ վիճակից։ Եվ այդ համապատասխան գործողություններ նախաձեռնենք։ Եվ երբ որ մենք ճիշտ գործողություն ենք իրագործում, երեխան հաջողությամբ դուրս է գալի այդ վիճակից եւ միանգամից դառնում է համագործակցող։ Այսպիսով, ծնող լինելը նշանակում է ճանաչել երեխային։ Երեխային ճանաչելու համար մենք պետք է ընդհանրապես ուշադիր լինենք իրենց նկատմամբ եւ հասկանանք իրենց գործողությունների պատճառները։ Հասկանանք այն, ինչ երեխաները չեն հասկանում։ Եվ ոչ թե իրենք թաքցնում են մեզանից այդ պատճառները, այլ իսկապես իրենք ուղղակի չեն հասկանում։